Ողջույն, սիրելի հայրենակիցներ, նախորդ անգամ Մասիսում հանդիպեցինք, ես ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին բնորոշելու համար որոշել եմ օգտագործել միայն իր աջակիցների խոսքերը, իմ կողմից որևէ վիրավորանք, պիտակավորում չի լինի։ Անցյալ անգամ արձանագրեցինք, որ այդ մարդը հարիվ է։ Այդ հարիվ արձանագրումից հետո գտա մի տեսանյութ, որտեղ ասում նաև հայվան է ինքը։ Անկեղծ եմ ասում, որևէ չափազանցություն չկա։ Այսօր Երևան քաղաքում Նիկոլ Փաշինյանին հանդիպեց իր աջակիցը, ասում է, արա մի քիչ ուժեղ եղի, էլի, արա։ Մի տեսակ, գիտեք, Նիկոլ Փաշինյանից ուժեղ տղա ստանալը նույնն է, ինչ Վագն Ալեքսանդրանից տուրնիկ ստանանք։ Անհնար բան է, ժողովուրդ, համաձայն եք։ Այս ընտրական պայքարին կա ուժեղ թեկնածու, ուժեղ առաջնորդ եւ այդ առաջնորդը նստած է այստեղ ու Ռոբերտ Քոչարյանն է։ Եթե իրականում մեր հայրենակիցները փնտրում են ուժեղ առաջնորդ, ապա բնական է, որ պիտի ընտրեն Հայաստան Դաշինքին, ընտրեն համար 17-ին։ Քիչ առաջ նաև մի միջադեպ արձանագրվեց, որը ցույց է տալիս քաղաքացիական պայմանագրի վերնախավի բարոյական նկարագիրը, եւ սա կարևոր է արձանագրել։ Քաղաքացին, որը հանդիմանում է իրենց հողերը հանձնելու մեջ, այդ քաղաքացուն արձագանքում ասում են հաջորդը մորդ է հանձնելու։ Սրիկաները հայ կնոջը, հայաստանցի կնոջը, մեր հայրենակիցներին, մեր քույրերին ու մայրերին ասում են կհանձնենք թուրքերին։ Մենք ասում ենք գալու ենք իշխանության, քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ։ Մենք պաշտպանելու ենք նաև ձեր մայրերին, որովհետև մենք ձեր նման չենք, մենք մեր հայրենակիցներին պատրաստ չենք հանձնել թուրքերին, հարևաններին, չգիտեմ, ամերիկացիներին, եվրոպացիներին։ Սա անթույլատրելի վարքագիծ է, բայց սա նաև Նիկոլ Փաշինյանի վարքագիծն է, հա։ Մարդկանց սպառնալ, որ այ որ ինձ շտրեք կհանձնեմ Թուրքիին։ Այսպես հնարավոր չէ շարունակել, որովհետև մենք արժանապատիվ ժողովուրդ ենք, իսկ արժանապատիվ ժողովրդի մեջ չի կարող տղամարդը կամ ոչ տղամարդը որևէ մեկը դիմացինի մոր մասին խոսելիս ասել հաջորդը քո մորը կհանձնենք Թուրքին։ Սա առնվազն անբարոյականի վարքագիծ է, ընկեր իշխանը ասեց չհայոյեք, դուք պատկերացրեք ես հայոյեցի, դրա համար, այ դուք կարող եք Հիմա գանք նրան, որ տեսեք, այս մարդը, այս դավաճանը, այս թուրքերի կոշիկ լիզողը, հարիվ հայվանը մեզ առաջարկում է բանավեճի մեջ մտնել թոշակների բարձրացման հարցի շուրջ, չգիտեմ, հիմա արդեն որոշեցին, որ անասնագլխաքանակի համար 15,000 գումար են տալու, այսինքն ընտրակաշառքի տարբեր բաներ են առաջարկում։ Գիտեք, ես վստահ եմ, եթե մենք ծրագրային բանավեճի մեջ մտնենք, միանշանակ հաղթող ենք դուրս գալու։ Եվ պարոն Քոչարյանի կառավարման տարիների վերաբերյալ եւ հիմա նոր առաջարկների վերաբերյալ, բայց ես կարծում եմ մեր հայրենիքը հանձնած, հազարավոր մեր հայրենակիցների սպանվելու պատճառ դարձած դավաճան Նիկոլ Փաշինյանի հետ մենք թոշակի հարցով չի որ բանավեճու կռիվ ունենք։ Մեր կռիվը հանուն հայրենիքի եւ հանուն մեր ժողովրդի ապագայի է։ Եվ այս առումով ես կարծում եմ մենք Փաշինյանին շատ հարցեր չունենք տալու։ Բոլոր հարցերը իրենց պատասխաններն ունեն։ Այս մարդիկ, ինչպես այսօր Դավիթ Իշխանյանի մասին խոսելիս են ասել, իրենց ապագան պատկերացնում են Ադրբեջանին ծառայելով։ Այսինքն իրենք պատկերացնում են, որ մնալու են իշխանության եւ ծառայելու են Իլհամ Ալիևին կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, լիզելու են Ալիևի կոշիկները։ Սա մեզ համար անթույլատրելի է։ Նիկոլ Փաշինյան այո պետք է պատժվի, համաձայն եք ժողովուրդ։ Բայց ի տարբերություն իրենց իշխանության, ես վստահեցնում եմ Հայաստան Դաշինքի իշխանության գալու դեպքում մեր իշխանության մաս հանդիսացող ազգային անվտանգության ծառայության պետը չի զանգի քննչական կոմիտեի ղեկավարին եւ ասի ուզես չուզես Նիկոլ Փաշինյանին պիտի կալանք տաս։ Ապօրինություն չի լինելու, մենք օրինականության շրջանակում ենք պատժելու այս դավաճաններին։ Ճիշտ է, Փաշինյանը կենտրոնից մի քիչ շատ հեռու չի լինի, Նալբանդյան փողոցի վրա մի շենք կա, այդտեղ նկուղում կհայտնվի, բայց ես խոստանում եմ, ես կարծում եմ Դաշինքի անունից իրավունք ունեմ խոստանալու, որ դա լինելու է օրինականության շրջանակում։ Այո, չի կարող դավաճան Նիկոլ Փաշինյանը չպատժվել։
Բայց սա չի նշանակում նաև, որ մենք թշնամանք ունենք բոլոր այն մեր հայրենակիցների դեմ, ովքեր հավատացել են Փաշինյանի ստերին։ Նրանք մեր հայրենակիցներն են, եւ նաև այն սրիկանա մեր հայրենակիցը, որ այսօր մեր մեկ այլ հայրենակցի մոր ուզում են հանձնել թուրքերին։ Մենք նրանց բոլորին պիտի պաշտպանենք, ովքեր օրենքով պատասխանատվության առաջ պիտի կանգնեն, կանգնելու են։ Մենք նաև կարծում եմ, որպես ընդդիմադիր ուժ, այլ ուժերի նման Նիկոլ Փաշինյանին աշխատանք չեն կարող խոստանալ։ Նիկոլ Փաշինյանը ոչ ասֆալտ է կարողանալու փռել, ոչ էլ թմբուկ նվագել, իրեն ոչ մեկ էլ փող չի փոխանցելու, որովհետև գաղութում կարծում եմ թմբուկ նվագել հնարավոր չի։ Ով նստել է կարող է պատմի դրա մասին։ Հնարավոր է թե չի։ Չգիտեմ։ Լևոն դու եկել ես հնարավոր չի։ Դե կմտածենք դրա մասին։ Այսինքն ժողովուրդ ջան, գիտեք, մենք ասում ենք, խոսում, հաճախ նաև այսպես ուրախության պահեր ենք ունենում, բայց մենք մեծ տխրության մեջ ենք, մենք մեծ վիշտ ունենք, մեր հայրենիքին մեծ վիշտ է պատել, մեր հազարավոր հայրենակիցներ զոհվել են Նիկոլ Փաշինյանի հրահրած պատերազմում, պատերազմ, որ ինքն ու Ալիևը գործընկերաբար բերեցին մեր ժողովրդի գլխին, եւ դրա համար չի կարող ուղղակի պատիժ չլինել, չի կարող, ինչքան էլ մենք ինչ-որ լավ ծրագրերից խոսենք, առաջին հարցը հայ ժողովրդի ոտնահարված արժանապատվության վերականգնումն է, խաղաղության հաստատումն է, առանց Ալիևի մոտ գերության հանձնվելու։ Եվ վերջում տեսեք ինչ է անում Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր։ Իրենք Ալիևի մոտ գերության մեջ են, փորձում են նաև այդ գերության հանձնել հայ ժողովրդին, ինչը անթույլատրելի է։ Իսկ այդ ամենին հասնելու համար մի ճանապարհ կա։ Էլի Փաշինյանի աջակիցների բառապաշարն եմ օգտագործելու։ Հարիվ, հայվան ու թույլ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ընտրել ուժեղ, արժանապատիվ եւ հաջողություններ արձանագրած Ռոբերտ Քոչարյանին։